Երևանից հեռու սահմանապահ բնակավայրերում էլ առավոտները սովորականի պես հաջորդում են մեկը մյուսին, բայց մայրաքաղաքից Չինարիում հյուրընկալվածներից համար առավոտներն այստեղ անսովոր տարբեր են։ Հասմիկը պայմանագրային զինծառայողի կին է, գյուղի դպրոցում է դասավանդում։ Ես երբեմն կատակով ասում եմ, մեր ընտանիքում երկուսս էլ ծառայություն ենք մատուցում հայրենիքի պաշտպանության համար։ Մեկը դիրքերում, մյուսը դպրոցում եւ պատրաստում է այն աշակերտին, որը վաղը պետք է համալրի մեր զինվորների շարքերում։ Միաժամանակ ամուսնու հերթապահության ընթացքում հոգում է ընտանիքի հոգսերը, զբաղվում երեխաների դաստիարակությամբ։ Ծառայության օրերը դժվար է կազմակերպվում, բայց որտեղ կա սերը, այնտեղ հաղթվում է ամեն դժվարություն։ Հերթափոխից հետո հիմնականում զբաղվում ենք հողագործությամբ, մեր գյուղում դա հիմնականում անասնապահությունը։ Ասիայի որդին եւ ամուսինը նույնպես զինծառայողներ են։ Որդին Սերգեյը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել պաշտպան հայրենիաց ծրագրով։ Ամուսինս զինծառայող է եւ փոքր տղաս եւս 1 տարի հետո կմեկնի բանակ, նույնպես զինվոր կդառնա, ես շատ ուրախ եմ, որ զինվորի մայր եմ։ Եվ ես շատ հպարտ եմ, որ հենց իմ տան տղամարդիկ են պաշտպանում մեր հայրենիքը եւ իմ շատ սիրելի գյուղը։ Մինչ Սերգեյի ընտանիքի անդամների հետ ենք ծանոթանում, հայրենիաց պաշտպանը ծառայողական պարտքն ավարտած տուն է վերադառնում։ Արդեն դեպի բանակային դիրքեր ճանապարհին Զորամասում կարճատև կանգառի ընթացքում Սերգեյին հանդիպում ենք ծառայավայրում։ Այս ծրագիրը նրանով է գրավել, որ ծառայում ես քո տան մոտ, քո սահմանին, անմիջապես բնակավայրի մոտ, հերթապահությունից հետո իշխում եւ 15 օր քո տանն ես լինում։ Ծառայության հետ մեկտեղ նաեւ կարողանում եմ օգնել ընտանիքիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Շուտով կլրանա ժամկետային ծառայության 1 տարի։ Կծառայի եւս 4 տարի, որպես պատվովճար վաստակելով 5 միլիոն դրամ։ Բանակային դիրքեր հասնում ենք հերթափոխից ժամեր առաջ, շուտով դիրքապահ անձնակազմին կփոխարինեն ծառայակիցները։ Հասմիկի ամուսնուն Արմենին էլ այստեղ ենք հանդիպում։ Ծնվել մեծացել եմ Տավուշի մարզ, Չինարի գյուղում, ծառայության եմ անցել։ Մեր տարածաշրջանի զորամասերից մեկում արդեն ծառայում եմ 11 տարի, չհաշված զինվորական ծառայությունս։ Մեծ կարևորություն եմ տալի, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչնիքը ասնեն ծառայության ընդգրկվեն ծառայության մեջ, ինքն էլ ծառայի, ինքն էլ հայրենիքի պաշտպանությանը իրեն մասնակցություն ունենա։ Մինչ հերթափոխից առաջ դիրքի ավագը ստորաբաժանման հրամանատարի տեղակալի հետ սահմանագծում տիրող իրավիճակն է քննարկում, համապատասխան ցուցումներ ու հրահանգներ ստանում, մենք Նարեկի հետ ենք ծանոթանում։ Նարեկն էլ Չորաթան գյուղից է, ծնվել, մեծացել է սահմանամերձ բնակավայրում։ Ժամանակին իր հայրն ու նրա ընկերներն են հսկել պետական սահմանը։ Այժմ պարտքը կատարելու, իր զավակների անվտանգությունն ապահովելու իր հերթն է։ Միշտ տեսել ենք մեր զինծառայողներին, մեր զինվորներին, այդ ամեն ինչից ոգևորվելով որոշել եմ ընտրեմ այս մասնագիտությունը, նախ եւ առաջին ոչ թե մասնագիտություն, այլ հայրենի գործ, հայրենի նվիրյալ գործ, դրա համար մտել եմ այս ծառայությանը։ Միջդիրքային ճանապարհները տեղ-տեղ բնակավայրերով են անցնում Չինարի, Արծվաբերդ, ապա Մովսես։ Տիկին Ժաննան է մեր նկարահանող խմբին հյուրընկալում։ Իր աճեցրած հաղարջի հյութի փակոցը համտեսելու է հրավիրում ու միաժամանակ Բարձրաբերդ լեռների գոգում կուչ եկած իրենց Մովսես գյուղի ու սահմանապահ համագյուղացիների գովքն անում։ Մեր զրույցին ուշով Վարինկատատն է հետևում։ Կյանքի 98-րդ տարում հույսն ու հավատը, ապրելու տենչն ու տոկունությունը կոպերի տակ սեղմած, հայացքը դեպի իր բակից անզեն աչքով տեսանելի բանակային դիրքերը, աշխարհի ու մարդու մասին իմացություններն է մեզ խրատում, որ խոհեր են բարու, սիրո, արարումի մասին, պատգամներ հո հայրենին անմնացորդ սիրելու եւ ամեն գնով պաշտպանելու մասին։ Նաիրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։